Վարչապետ Նիկոլ Փաշինյան Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցվո մեջ մասնակցեցավ Սուրբ Հարության բադարակին, իսկ ապրիլ 4-ի երեկոյան Երևանի մեջ Արարատյան հայրապետական թեմի առաջնորդանից Սուրբ Սարգիս եկեղեցվո մեջ ներկա գտնվեցավ Սուրբ Հարության Դոնի ջրաքալույցի բադարակին։ Վարչապետը թիմադեդրի էջին դեսանյութ հրաբարագեց եկեղեցական արարողութենը։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին կարծիքով խաղաղությունը երեխայի հետ համեմատելը չափազանցություն չէ, որովհետև խաղաղությունը երեխայի նման ամրանալու, ոտքի կանգնելու եւ ավելի վստահ քայլերու կարիք ունի։ Հայաստանի վարչապետ քաղաքացիական պայմանագիր գուսակցության վարչության նախագահ Նիկոլ Փաշինյան այդ մասին հայտնեց քաղաքացիական պայմանագիր գուսակցության 8-րդ արտահերթ համաժողովին։ Վարչապետին փոխանցմամբ այդ է պատճառը, որ քաղաքացիական պայմանագիրը որոշած է հառաջիկա խորհրդարանական ընտրություններում մասնակցել դեր կանգնիր խաղաղության կարգախոսով։ Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Բաբիկյան հայտարարեց, որ երկար դարիներ Հայաստանի մեջ բահեստազորի հավաքներուն մատնելու արանքով նայած են։ Դարիներ շարունակ 100 հազարավոր բահեստազորայիններ չեն գիտած, թե ինչ է վարժական հավաքը։ Պատկան մարմիններ իրենց հերթին չեն իմացած այդ մարդոց գտնվելու վայրի, հետաքագրթության աշխատանքի նոր բնույթի, առողջության, հնարավոր հաշմանդամության եւ նույնիսկ մահացության մասին։ Այսօր արդեն ստեղծված է տարածքային պաշտպանության նոր համագարկը, որու միջոցով գիրականացվին 25 օր վարժական հավաքներ դարեգան ծառայության կներգրավին հազարավոր բահեստազորային քաղաքացիներ։ Սա փոփոխություն է, որ պիտի դառնա պաշտպանական համագարկի կարևոր առանցքներն մեկը, նշեց Հայաստանի պաշտպանության նախարարը արձանագրելով, որ բանակը ամբողջական չէ առանց պատրաստված բահեստազորի։ Պաշտպանության նախարարության պաշտպան հայրենյա ծրագիրի շահառուներու թիվը այս պահուն 5319 է, 2025 թվականի վերջին անոնց թիվը 4220 եղած է։ Նման հայտարարությամբ հանդես եկավ Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Բաբիկյան։ Հայտարարությունը թիմադեդի էջին հրաբարագեց Հայաստանի պաշտպանության նախարարության մամլոխոսնակ Արամ Թորոսյան։ Արհեստավարժ բանակ կերտելու ջամփուն ներծրած ենք պաշտպան հայրենյա ծրագիրը, որ այսօր արդեն դարձավ գերբափոխվող բանակի կարևոր առանցքը։ Իսկ հազարավոր երիտասարդներ ծրագիրի շահառու կդառնան եւ արհեստավարժ բանակի կարևոր մասնիկ։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ապրիլ 1-ի հանդիպման ժամանակ զրույցը օգտակար, անգերց եւ անհրաժեշտ էր։ Երկու կողմերը փոխանակեցին իրենց դիրքորոշումները Հայաստանի մեջ կայանալիք ընտրություններու բարունակի մեջ, ըսած է Ռուսաստանի նախագահի մամլոքարտուղար Դիմիտրի Պեսկով։ Ան նշած է, որ Հայաստանի եւ Ռուսաստանի հարաբերությունները ունին խոր պատմական արմատներ, Ռուսաստանն ու Հայաստանը բարեկամ երկիրներ են, այդ իսկ պատճառով Երևանի քաղաքական ուղենիշները հետաքրքրություն կներկայացնեն Մոսկվայի համար։ Հսկայական հայկական սփյուռքը, որ գաբրի Ռուսաստանի մեջ կգազմի ավելի քան 2 միլիոն անձ։ Ուստի այն ուղենիշները, որոնք կընտրե Հայաստանի ղեկավարությունը, մեզի մեծապես կհետաքրքրեն, նշած է Ռուսաստանի նախագահի խոսնակը։ Միացյալ Նահանգներու եւ Իսրայելի գիշերային ռմբակոծություններուն պատճառով Իրանի մայրաքաղաք Թեհրանի մեջ 6 երեխա զոհված է, ինչպես կհաղորդե Իրանյան մեհր գործակալությունը։ Այս մասին ասված է Թեհրանի արտագարկ իրավիճակներու վարչության հայտարարության մեջ։ Երեկոյան Թեհրանի մեջ տեղի ունեցած ռմբակոծության պատճառով զոհված է մինչև 10 տարեկան 6 երեխաներ, ասված է հայտարարության մեջ։ Բացի այդ, Թեհրանի հարավ-արևելքը գտնվող բնակելի շենքը ամբողջությամբ այրած է։ Զոհված է առնվազն 3 անձ, փրկարարները գրծած են փլատակներ են դուրս բերել 7 բնակիչներ, որոնք տեղափոխված են հիվանդանոց։ Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբով գոշտ հայտարարությամբ մտիմած է Ամերիկայի նախագահ Դոնալդ Թրամփին գոչ ընելով դադրեցնել այս վտանգավոր խաղը։ Ան նշած է, որ Թրամփի անխոհեմ քայլերը կրնան Միացյալ Նահանգները ներքաշել լուրջ հետևանքներու մեջ, ընդգծելով, որ պատերազմական հանցագործություններով ոչինչ հնարավոր է շահել։ Ղալիբով նաև մեղադրած է Թրամփը Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի շահերը սպասարկելու մեջ, ընդգծելով, որ միակ լուծումը Իրանի ժողովրդի իրավունքները հարգելն ու լարվածությունը բացեցնելն է։ Ամերիկայի նախագահ Դոնալդ Թրամփ Truth Social էջին հանդես եկած է գդրուկ հայտարարությամբ սպառնալով երեքշաբթի օր հարվածներ հասցնել Իրանի էլեկտրագայաններուն եւ գամուրջներուն, եթե Թեհրան չփանա Հորմուզի նեղուցը։ Թրամփ նշած է, որ եկող երեքշաբթի Իրանի մեջ պիտի լայ էլեկտրագայաններու եւ գամուրջներու օր, եթե նավագնացության համար կարևորագույն նշանակություն ունեցող Հորմուզի նեղուցը չփածվի։ Միևնույն ժամանակ Իրաքի օր Fox News-ին տված հարցազրույցին մեջ Թրամփ հայտարարած է, որ երկուշաբթի օր իր սահմանած վերջնաժամ
ժամկետեն առաջ Իրանի հետ համաձայնության հասնելու մեծ հնարավորություն կա։ Ավելի գանուխ Թրամփ նոր վերջնակիր ներկայացուցած էր Իրանին, հայտարարելով, որ Թեհրան 2 օր ունի Հորմուզի նեղուցի արգելափակումը դադրեցնելու համար։ Ուկրաինան եւ Սուրիան որոշած են անվտանգության ոլորտեն ներսամագործակցությունը ուժեղացնել, հայտարարած է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Դամասկոսի մեջ հանդիպում ունեցավ իր սուրիացի գործընկեր Ահմեդ Շարայի հետ։ Զելենսկին հայտնած է, որ բազմապովանտակ քննարկումներ տեղի ունեցած են Սուրիո առաջնորդին հետ, ինչպես նաեւ երագոմ բանակցություններ Թուրքիո արտաքին գործոստնախարար Հակկան Ֆիդանի մասնակցությամբ։ Զելենսկին հայտարարած է, որ Ուկրաինան, որը հացահատիկի խոշոր արդատրող է, կփապակի իր ներդրումը ունենալ մերձավոր արևելքի բարենային անվտանգության ապահովության գործին մեջ եւ Սուրիո առաջնորդին անվանած է հուսալի մատակարար։ Անոր խոսքով երկու երկիրներու նախագահները քննարկած են տարածաշրջանային բարենային անվտանգության ամրապնդման հնարավորությունները։ Ուկրաինայի նախագահը ատկի առաջ Թուրքիա գտնվեր, ուր հանդիպեցավ թուրք պաշտոնագից Ռեջեփ Թայիփ Էրդողանին հետ, անհայտնած էր, որ Էրդողանի հետ համաձայնեցուցած է անվտանգության ոլորտեն ներսամագործակցության նոր քայլերը։ Հայ արաքելական եկեղեցին նշեց Հիսուս Քրիստոսի հրաշափար Սուրբ Հարության դոնը, որը հայ արաքելական եկեղեցվո 5 տաղավար դոներեն է։ Հիսուս Քրիստոսի հարությունը քրիստոնեության հիմքն է։ Այդ պահեն գրեթե 2000 տարի զադիկ գդոնեն որպես ազատագրում մեղքերեն, ապաշխարություն եւ վերադարձ առաստված։ Հավատացյալները իրար գողջունեն դալով Քրիստոսի հրաշափար հարության ավետիսը։ Քրիստոս հարյավ իմերելոց, օրհնյալ է հարություն Քրիստոսի։ Իսկ այսօր հարկելի ունգընտիրներ մերելոց է ննչեցյալներու հիշատակի օրը, խունգ ու աղոթք բոլոր մեր ննչեցյալներու հոգիներուն։ Ցեզի հետ Անի Զեյրունցյանը։